խնդիրներ կան մեր համայնքում, բոլոր բնակավայրերին, եւ մենք այդ բեռը ստանձնելու ենք եւ normal ամեն ինչը մեր ժողովրդի պահանջը կատարենք ասել։ Բայց դուք ավականում 10 հոգով ներկայացված եք, չէ՞, արդեն ինքը բավականին մեծ թիվ է։ Այդ 10 հոգով ավականիով դուք ինչ արեցիք, կարողացաք ինչ-որ խնդիր լուծել, որ հիմա նորից գալիս եք, փորձում եք իշխանություն ունենալ։ Մեր կարիքը ժամանակ չկար համայնքի կառավարման մեջ, քանի որ դիմությունը կոալիցիա էր կազմել եւ 11 մանդատ ուներ, մեր կարիքը չունեին այդ մարդիկ։ Իսկ երբ որ 11-ը դարձավ 10, այդ ժամանակ արդեն մեր կարիքը կար եւ ունեցանք որոշություն։ թվականին ապրիլի 2-ը 10 մանդատ ստացավ, հարց եմ ես տալիս հիմա։ Կուսակցությունից որևէ հարց է պատասխանել պարոն Գրիգորյան։ 2021 թվականին ապրիլի 2 կուսակցությունը 10 մանդատ ստացավ, սակայն 6 մանդատ ստացած քաղաքացիական պայմանագիրը միացավ 5 մանդատ ունեցավ Դավիթ Մինասյան դաշինքին։ Հիմա այս դեպքում դուք եւս կարծում եք, որ նման այսպես միավորումներ կարող են լինել իշխող ուժի կողմից եւ հաղթանակ իրենց լինի։ Այս անգամ չեմ կարծում, որ կարող այդպեսի բան լինի, քանի որ թե կառուցաշարի ընթացքում, թե տարիների ընթացքում ժողովրդի հետ իմ շփումները եղել են ամենօրյա եւ այդ քվեն կարելի ասել ես մինչեւ ընտրությունների օրը արդեն ստացել եմ ժողովրդից։ Կարծում եք դժգոհություն են իշխող ուժից, որ չեն ցանկանում այդպես ընտրել իրենց։ Այո, եւ դժգոհություններ ունեն։ Մասնավորապես եւ այդ անարդարություն եւ առաջինը հենց այդ անարդարությունն է իրենց ստանջում, որ այդպես կարող է, այդպես կոալիցիա եղավ եւ ամենաշատերը մենք ենք հավաքել ու չկարողվեց համայնքը նորմալ, չձևավորվեց համայնքային իշխանություն նորմալ եւ երկրորդ դժգոհությունը նա է, որ ընտրությունից ընտրություն են իրենք տեսնում համայնքի ղեկավարը։ Տեխնացուների նկատի ունեն։ Տեխնացու Գորս Արիբեկյանը քիչ առաջ նշում էր, որ եթե իրենք ինքը չընտրվի, հանցավոր Գորս Արիբեկյանը քիչ առաջ նշում էր, որ հարաքարում վախի մտնելով է ձևավորվել եւ սպանություններ են տեղի ունենում։ Լրացում է, որպես այդ սպանությունները հանցավոր ռեժիմը կանխվի, պետք է իրեն ընտրեն։ Ինչ է հանցավորության մասին այդ խոսում։ Ես չգիտեմ Գորս Արիբեկյանը ինչ նկատի ունի, բայց համայնքի ղեկավարը դրա հանցավորության դեմ պայքարի համար իրավապահ համակարգ համայնքի ղեկավարը ինչով պետք է արի։ Ինչ լիազորություններ պետք է ունենա, որ հանցավորության դեմ պայքարի։ Ասում է այդ ուժերը հանցավորության մեջ ներգրաված են եղել։ Որ ուժեր։ Նկատի ուներ նաև Ջուտիկ Ֆիլնազարյանը։ Այս Գորս Արիբեկյանը չեմ մոռանում, որ ինքն էլ կոալիցիա կազմել հենց այդ ուժի հետ, որը որ ձևավորեց համայնքի ղեկավարի պաշտոնում։ Պարոն Գրիգորյան, ես նկատում եմ, որ այստեղ ձեր պաստառն է փակցված եւ ըստ օրենքի դա պետք է 50 մետր հեռավորություն վրա լինի, արդյոք այստեղ խախտում չկա եւ Փարաքարի մեկ համայնքում էլ նման դեպք, բայց այնտեղ բոլոր տեխնացուների պաստառներն են տեղադրված, այստեղ միայն ձերն է, ինչքան որ նկատել եմ։ Կարաս հիմա պահես։ Խնդրեմ եք ուշադրություն դինեք եւ տեսնեք, որ պաստառի ավել պակաս կամ մոտիկ հեռուն չի որոշելու համայնքի բնակչի բոլորին ճանաչում։ Եթե նախորդ սցենարը կրկնվի, դուք ինչ եք պատրաստ անել։ Նախորդ սցենարը ինչ նկատի ունեք։ Երբ որ դուք ունեք 49%, բայց այդպես էլ ղեկավար չդարձեք։ Մենք 49% չենք ունենալու։ 49%-ը հիմա ինչքան եք ունենալու։ Հաղթանակ ենք ունենալու։ 50% ունենալու։ Հաղթանակ։ Իսկ եթե ամեն դեպքում չլինի դա, պատրաստ եք միավորվել նպաստավոր այսպես առաջարկների դեպքում։ Որ ուժի հետ եք պատրաստ կոալիցիա նպաստավոր կազմել։ առաջարկներ բազմաթիվ են եղել, ես տեսակով այդպեսին չէր, որ ինչ-որ չգիտեմ նպաստավոր առաջարկները փոխեմ այն քվեի հետ, որը որ ժողովուրդն է տրամադրել, իսկ ժողովրդի կարծիքը ինձ համար շատ կարևոր է այսին, առաջնային հենց դա է իսկ։ Իսկ ինչ վերաբերվում է դեր ասած ուժերին, որ ես պետք է միանամ, ես ոչ ոքի չեմ միանալու։ Պարոն Գրիգորյան, մի հարց էլ կարծիքներ են հնչում եւ այդ մասին նաեւ կայում են բոլոր այն համայնքները, որտեղ քաղաքացիական պայմանագիրը պարտվել է կամ կոալիցիա չի կարող կազմել, երկրորդ անգամ ընտրություններ են գնացել եւ բոլոր տեղերում գրեթե հաղթանակը իրենցն է եղել եւ հիմա մտավախություն կա, որ Փարաքարում եւս այդ սցենարն է լինելու, օրինակ ինչպես Վեդիում, ինչպես Գյումրիում են հիմա անում, ինչպես Վեդիում։
Դուք այս մասով մնացել է մի քանի ժամ եւ այդ ամեն ինչը թե դուք, թե մեր հանրությունը, թե ժողովուրդը, մեր բնակչությունը բոլորը ականատես կլինեն այդ քվեին։